Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն հաստատեց Եվրամիության հետ, իսկ դրանից հաշվառված օրեր անց Եվրամիության թիվ 1 տնտեսության եւ թիվ 1 ծանր քաշային Գերմանիայի հետ։ Ելնելով Գերմանիայի մասշտաբներից, նաև այստեղ բացարձակապես ակնհայտ է, որ Գերմանիան կարևոր հանձնառություն է ստանձնում նաև Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհը հարթելու հարցերում, նաև Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հետ կապված, հաշվի առնելով Գերմանիայի տնտեսական ներուժը։ Այս ամենը նշանավորվում է ևս երկու հանգամանքներով։ Դա Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունն է, որը հրապարակվեց օրերս, դա ազգային անվտանգության ռազմավարությունն է, որը սովորաբար յուրաքանչյուր նախագահի կառավարման տարիների օրոք մեկ անգամ հրապարակվում է եւ ըստ էության դա տեսլական է, որով առաջնորդվելու է այդ վարչակազմը, սակայն ոչ որպես դոգմա, այլ դա ուղղակի այդ հայեցակարգն է, ոնց որ փիլիսոփայությունը, որով վերաբերվում է միջազգային հարաբերությունների ընթացիկ միտումներին տվյալ վարչակազմը, սակայն փաստ չէ, որ ինչպես գրած է, այնպես էլ անելու են այն, ինչ թելադրված է անհրաժեշտությամբ։ Եվ այդ մասին հենց Թրամփին մոտ կանգնած մամուլը, քաղաքական մեկնաբանները, քաղաքագետները ուղիղ տեքստով էլ նշում են։ Հատկապես հասցեագրելով այդ դիտարկումները նրանց, ովքեր, ասենք, նեղված են, վախեցած են այդպիսի յուրօրինակ մոտեցումներով, որով հանդես է գալիս ներկայիս ամերիկյան վարչակազմը։ Սակայն այս ամենը նաև լրջագույն խթան է Եվրամիության համար, որպեսզի այսպես ներհայեցմամբ նոր անվտանգային եւ պաշտպանական չափումներ հաղորդեն այն պատմական միությանը, որը կոչվում է Եվրոպական միություն եւ որը սկսեց ձևավորվել երկրորդ համաշխարհայինից հետո։ Եվ ահա Հայաստանը հենց այդ միության հետ, Միացյալ Նահանգների հետ ֆիքսելով ռազմավարական գործընկերություն, նաև ֆիքսում է այդպիսինը Եվրամիության հետ։ Դե նաև ասվում է, որ Եվրամիության առանձին երկրներից մի քանիսի հետ առաջիկայում եւս լինելու են, մասնավորապես Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ, այլ երկրների հետ։ Հայաստանն այդ ճանապարհով է ընթանում։ Եվ այդ ամենը որոշակի անհանգստություն է առաջացնում Բաքվում։ Անհանգստություն, որի հետ Բաքուն ինքը եւս աշխատում է, շատ լավ հասկանալով, որ միայն անհանգստանալով կամ բողոքելով ոչինչի չի հասնի։ Դա իրողություն է, որը գալիս է մեր տարածաշրջան։ Այո, գալիս է Հայաստանի ջանքերով։ Եվ եթե Եվրամիության հետ այդ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը առանձին պաշտոնական մեկնաբանությամբ հանդես եկավ եւ հայտարարեց, որ այդ փաստաթուղթը կարող է վտանգել խաղաղությունը, թե ինչպես իհարկե Ադրբեջանը չի նշում, բայց այնուամենայնիվ այդ ձևակերպումը գնաց, ապա հաշված օրեր անց Գերմանիայում թվում էր, թե Ադրբեջանը կարող է դեմարշներ կազմակերպել եւ այլն, դա տեղի ունեցավ հակառակը։ Ադրբեջանի դեսպանն էր ներկա այն հանդիպմանը, որը տեղի ունեցավ Բերլինում միջազգային հարաբերությունների գերմանական խորհրդում եւ Ադրբեջանի դեսպանը նույնիսկ հայերեն ողջունեց Հայաստանի վարչապետին։ Սակայն մենք եւս այստեղ մտածելու բան ունենք։
ի վերջո Ադրբեջանն ավտորիտար ռեժիմ է եւ Եվրամիության մուտքը մեր տարածաշրջան ռազմավարական մակարդակով փաստաթղթերով ֆիքսված լավ լուր չէ Ալիևի ռեժիմի համար։ Փորձենք հասկանալ այս ամենը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Հրաչյա Թաշչյանը, բարև եք եկել, պարոն Թաշչյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Շատ նմանապես։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Եվ ուրեմն, պարոն Թաշչյան, գանք նրանից, թե ինչ փոխվեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, այն էլ այս հարափոփող միջազգային հարաբերությունների պայմաններում, հա, երբ միտումները այսպես զիգզագներով են, հա, ընթանում, գծային չեն, ձեր գնահատականը ինչ տեղի ունեցավ, համեցեք։ Շնորհակալություն հարցնելը, շատ կարևոր բան տեղի ունեցավ, ստորագրվեց առաջնայնությունների վերաբերյալ, այդպես է կոչվում ռազմավարական օրակարգ երկու կողմերի միջև Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առաջնայնությունների մասին է խոսքը գնում։ Նայեք, մենք ունենք այն փաստաթուղթը, որը կոչվում է SIPA, այսինքն համընդհանուր եւ ընդլայնված համագործակցություն, որը որ ստորագրվել 2017 թվականին, սա շրջանակային փաստաթուղթ է։ Սա այնպես ուրվագծում է ընդհանուր ուղղությունները համագործակցության, շատ լայն շարավիղ ունի, շատ ընդգրկուն փաստաթուղթ է, եւ իսկ սա այն ինչ որ մենք ստորագրեցինք նորեր առաջ Եվրոպական միության մեջ, սա արդեն ոնց որ միսուարուն է հաղորդում այդ համագործակցությանը, ավելի մանրամասնում է թե որտեղ եւ ինչ պետք է անեն կողմերը։ Ես ենթադրում եմ, որ տեխնիկական առումով հավանաբար ամեն մի առանձին ոլորտի համար էլ լինեն ինչ-որ բաներ, փաստաթղթեր, ընդունվեն երկկողմ ինչ-որ արձանագրություններ, որոնք որ ավելի կոնկրետացնեն, թե որ կոնկրետ որ ոլորտում ինչ են կատարելու, ինչ քայլեր են ձեռնարկելու կողմերը, բայց նայեք, սա մի ընդգրկուն փաստաթուղթ է, որը որ փաստորեն արձանագրում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև այս որակական հարաբերությունների մակարդակի որակական բարձրացումը։ Մենք արդեն սա տեսնում ենք, մի քանի տարի վեր արդեն մենք սա այս գործընթացի ականատեսն ենք, սրանով մենք արձանագրում ենք, այս փաստաթուղթը արձանագրում է այդ որակական փոփոխությունը, որ տեղի ունենում։ Ուրեմն փաստաթղթի մեջ փաստաթուղթը շատ լայն շարավիղով, շատ լայն սպեկտրով ոլորտներ են ընդգրկում համագործակցության։ Բոլոր հնարավոր ոլորտներ։ Հնարավոր ամեն ինչ, ուրեմն անվտանգություն եւ պաշտպանություն, տնտեսություն, առևտուր, ստանդարտների բարձրացում մի քիչ շատ կարևոր է, տրանսպորտ, մարդկային շփումներ, ինչ ինստիտուտների զարգացում, բնականաբար պետական կառավարման ինստիտուտների զարգացում, իրավունքի գերակայության հաստատում, այսինքն այն ամենը ինչ որ պետք է երկրի այսպես համաչափ եւ հարմոնիկ զարգացման համար։ Եվ սա շատ կարևոր փաստաթուղթ էր եւ իհարկե եւ պետք է մենք ուրեմն առավելագույնս օգտվենք այս փաստաթղթի բոլոր հնարավորություններից եւ ես ինքս շատ կարևորում, շատ ողջունում եմ։ Կարող եմ իհարկե մի քիչ ավելի մանրամասնեմ, թե ինչու է հենց պետք մեզ համար Եվրոպական միությունը եւ ինչ է տալու, ինչ կարող է տալ Եվրոպական միությունը, մի քիչ ավելի, եթե թույլ տաք, մի քիչ ավելի երկար պատասխան տամ, բայց մի քիչ այսպես տեսական հայեցակարգային բնույթի պատասխան պետք է տամ։ Նայեք, եթե նայենք այսպես քարտեզին, աշխարհի քաղաքական քարտեզին եւ մի քիչ եթե նայենք ուսումնասիրենք վիճակագրական տվյալներ, ինչը ես շատ եմ սիրում անել, ուրեմն կտեսնենք, որ բոլոր այն պետությունները այսօր, բոլոր այն պետությունները, որոնց որ կարելի է դասել զարգացած տնտեսապես եւ քաղաքականապես զարգացած պետությունների շարքին, սրանք ուրեմն մի խումբ է պետությունների, որոնք որ մի առանձնահատկություն ունեն, նայեք, նրանցից մի քանիսը ոնց որ բանն են եղել, այդ զարգացման էպիկենտրոնն են եղել, զարգացում, որը որ կարելի ասել սկսել է գրեթե 200 դար առաջ
Իսկ հետո այդ էպիկենտրոնից այսպես ալիքաձև տարածվել է զարգացման գործընթացը, ներառելով սկզբից արևմտյան Եվրոպայի երկրները, հա էպիկենտրոնում ասեմ, որ եղել են Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սա մի քիչ պատմական էքսկուրս եմ անում, հա, Հոլանդիան, Ֆլանդրիան եւ այլն, առաջի ուրեմն ալիքի էս առաջի օղակը ներառել է արևմտյան Եվրոպան, հետո արևելյան հարավային Եվրոպային է, Իտալիային է դա ներառել կպել, հետո գիտեք 19-րդ դար երկրորդ կեսին Ճապոնիանը ներգրավել է զարգացման գործընթացի մեջ։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ օղակները շատ ավելի են ընդլայնվել, ներառելով հեռավոր արևելքի երկրները, Թայվան, Հարավային Կորեա, Սինգապուր, Հոնկոնգ, իսկ ավելի ուշ 90-ականներից հետո, Սառոպատերազմի վերջից ավարտից հետո, այդ պետություն զարգացման այդ օղակները ներառել են նաև հարավ-արևելյան Ասիայի պետություններ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալայզիա, Թայլանդ եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ նայում ես, հա, հիշենք, որ նաև 90-ականներին զարգացում, բուռն զարգացում ապրեցին նաև նախկին խորհրդային միության ուրեմն բաներ, արբանյակ հանդիսացող պետությունները, արևելյան Եվրոպայի եւ ուրեմն նախկին ԽՍՀՄ մաս կազմող 3 բալթյան պետությունները։ Եվ եթե նայում ես այդ օրինաչափությանը, թե ինչպես են դրանք զարգանում, դու հասկանում ես այն եզրանումն ես գալի, որ չկա որևէ մի պետություն, որը որ ինքնուրույն առանց կապ ունենալու այդ էպիկենտրոնի հետ ինքնուրույն կարողացել է զարգանալ։ Մի քիչ համարձակ գուցե հիմա հայտարարություն եմ անում, բայց եթե ուշադրիր նայեք բաներին, այդ տրամաբանությանը զարգացման դա կտեսնեք։ Նախ արևելյան Եվրոպան, ասենք, վերցնեք շատ հեռու չգնաք, վերցնեք յետ խորհրդային այդ տարածաշրջանը։ Եթե նրանք եվրոպական միության հետ կամ գուցե ներողություն եմ շատ խնդրում, մի քիչ ավելի հետ գնանք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եթե Ճապոնիան, Հարավային Կորեան եւ այլն չունենային այդ անմիջական կապվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ քաղաքական առումով եւ տնտեսական առումով նրանք չեն կարողանա զարգանալ։ Այդպես ինչպես այսօր իրանք այնպես ինչպես իրենք արեցին։ Նույնը վերաբերում է արևելյան Եվրոպայի երկրներին, նույնը վերաբերում է բալթյան երկրներին։ Եթե նրանք կապված չունեն Եվրոպական միության հետ, նրանք այս ճանապարհը չէին կարողանա անցնել ուրեմն պատմականորեն այսքան կարճ ժամանակահատվածում։ Հիմա ոմանք հերոստատիտողներից ենթադրում եմ կասեմ, բա օրինակ Չինաստանը, եղբայր կասեմ Չինաստանն էլ եւս կապված է եղել արևմտյան ուրեմն այս Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկան բացվել է այդ պետության համար, Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են համագործակցել, առևտուր են կարել եւ այլն եւ այլն։ Հարյուրավոր միլիարդների ներդրումներ, հսկայական օգտագործել են իրենց ուրեմն էժան աշխատ ուժի այդ հանգամանքը եւ այլն եւ այլն։ Հիմա Հայաստանը որպեսի մեզ համար անհրաժեշտություն է զարգանալը։ Այն միջավայրում որտեղ որ մենք ապրում ենք, մեզ համար սա առաջնային խնդիր է։ Սա խնդիր է բանի համար, survival, ինչպես են ասում հայերեն, բանի, գոյատևման, այսինքն գոյատևման խնդիր է։ Եթե մենք չզարգանանք, մենք այսինքն մի տարի, մի քանի տարի հետո, գուցե մի քանի տասնամյակ հետո կրկին բարձր մեծ վտանգների հանդիպենք, բախվենք։ Ուրեմն բայց եթե ուզում ես զարգանալ, պետք է ուրեմն այս միջավայրի մեջ մտնել, պետք է ուղիղ կապ կարողանաս ունենաս այդ էպիկենտրոնների հետ զարգացման, որոնք են այսօր Եվրոպական միություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, առևտրական կապեր, տնտեսական կապեր, ինստիտուցիոնալ կապեր, սրանք անհրաժեշտություն են, որոնք որ թելադրում է այսօրվա կյանքը եւ որը որ թելադրում է, գիտեք, զարգացման տրամաբանությունը, այն տրամաբանությունը, որ մենք կարող ենք տեսնել, ուրեմն վերջի, գիտեք, մի 80-90 առնվազն 90 տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրների օրինակի վրա։ Սա եմ այսպեսի հայեցակարգային պատասխաններ, թե ինչի համար է մեզ պետք գլոբալ տրենդը, իսկ Եվրոպական միությունը օգնում է այդ համագործակցության այդ ոլորտները, որ նայում ես, տեսնում ես, որ այն ինչ որ ես ասում եմ, այնտեղ ամենը կա մեջը, օգնել ստեղծել այն ինստիտուտները, որոնք որ անհրաժեշտ են զարգացման համար, օգնել ստեղծել այն կապերը տնտեսական, որոնք որ կնպաստեն զարգացմանը եւ այլն եւ այլն։ Այսքան է, երևի թե դեռ այս հարցի վերաբերյալ։ Հիմա տեսեք, այս ամենը նաև տեսեք դուք փուլերը նշեցիք, հա, սկզբից գալով այն Բրիտանիան,
Այո, սա պատմական այսպես բան է։ Այո, պատմական էքսկուրսը սա ոչ միայն զարգացման, այլև նաև ժողովրդավարության ներմուծման, այդ ժողովրդավարության ուսուսի իհարկե ժողովրդավարության կամ ժողովրդավարեցման այդ անշրջելիության երաշխիքների ձևավորման process-ն է, նաև զուգահեռաբար, ինչպես դուք եք ասում, ընթանում եւ Հայաստանն այդ ճանապարհն է ընտրել եւ դա գոնե հայ ժողովրդի կամքն է, որը բազմիցս հնարավորություն ունեցել է արտահայտվել եւ ամրագրվել այդ թվում ընտրությունների ընթացքում, բայց մենք ունենք մի հարևան, որի հետ մենք համագործակցում ենք հիմա խաղաղություն ձևավորելու հարցում, որը այդ ճանապարհը չի որ ընտրել է, հա? Չնայած էլի արևմուտքի հետ էներգետիկ կապեր է պահպանում եւ այլն, բայց այսպես բացի խողովակից այլ բան ոչ միայն իրեն չի հետաքրքրում, այլև նա դրա մեջ վտանգ է տեսնում։ Այս ամենը ինչ կարգի մոտեցում է պահանջում Հայաստանից ձեր կարծիքով։ Նախ ասեմ, որ ժողովրդավարության թեման, որ շոշափեցիք, ինձ համար շատ հարազատ եւ հասկանալի մի հարց է։ Եթե թույլ տաք կրկին մի 30 վայրկյան ձեզանից խլեմ եւ հայեցակարգային կրկին պատասխան տամ, որ մեր ժողովուրդը ավելի լավ անկալի հասկանա այս հարցի կարեւորությունը։ Նայեք, այս տարի մի օրինակի վրա եմ ուզում, մի քիչ ավելի քիչ կգնամ հետ, հա, այսպես ասած, խորքը չեմ մտնի։ Այս տարի Նոբելյան մրցանակ ստացավ մի տնտեսագետ, անունը Ֆիլիպ Ագիոն, ֆրանսիացի, իր գործընկերոջ հետ միասին, որը ինչն է ապացուցել։ Ասում է, որ տնտեսական զարգացումը անմիջականորեն կապված է մի գործընթացի հետ, որը կոչվում է ստեղծագործ կործանում։ Եթե մի խոսքով ասենք ինչ է ստեղծագործ կործանումը, պետք է ուրեմն հետևյալն ասել։ Դա երբ որ համակարգը, տնտեսական, քաղաքական համակարգը բաց է լինում նոր խաղացողների համար։ Նոր խաղացողների, որոնք գալիս են նոր արարություններով, նոր մտքերով, նոր գաղափարներով, ընդ որում ոչ միայն բաց է նրանց համար, այլ նաև հնարավորություն է տալիս, որ նորերը գան եւ հներին դուրս մղեն, որոնք որ չեն կարողանում նոր գաղափարներ, այսինքն հները, որոնք չեն կարողանում նոր գաղափարներ գեներացնել։ Մրցակցային էվոլյուցիայի տրամաբանության մեջ։ Այս մրցակցային այդ դաշտը այս տեսակ են ներկայացրել, սա ժամանակին ներկայացրել ֆրանսիացի, ներողություն, ավստրիացի տնտեսագետ Յոզեֆ Շումպետերը։ Հիմա, երբ որ մտածում ես, իսկ այդ համակարգը ինչպես կարելի է ստեղծել։ Սրան ուրեմն միանշանակ պատասխան է, այս համակարգը գոյություն է ունենում միայն ժողովրդավարության պայմաններում։ Առանց ժողովրդավարության, այստեղ իհարկե առաջինը, որ գալիս է մտքիդ, դա օրենքի գերակայությունն է, այսինքն բոլորս պետք է հավասար լինենք օրենքի առջև, օրենքը պետք է անազնվորված կերպով աշխատի գործի, բայց իսկ դա երբ է լինում, իհարկե միայն ժողովրդավարական պայմաններում։ Այսինքն նա գիտականորեն ապացուցված է, որ ժողովրդավարությունը ուղղակիորեն նպաստում է տնտեսական զարգացմանը։ Դրա մասին գիտեք խոսել է նաև գրքի Նոբելյան մրցանակակիրներ, հայ ազգի Տարոն Աճեմօղլուն, մինչ այդ ուրեմն հանրահայտ շատ մեծ գիտնական կար, եւս Նոբելյան մրցանակակիր Դուգլաս Նորթը, որը որ հենց այս գիտեք այս թեման շատ լավ զարգացրել եւ ներկայացրել է։ Ուրեմն չկան այլ դեղատոմսեր։ Եթե ուզում ես զարգացման եւ երկարատև կայուն զարգացման համար նախադրյալներ ստեղծել, պետք է գնալ ժողովրդավարացման կամ ժողովրդավարության ճանապարհով, ժողովրդավարության ամրապնդման խորացման ճանապարհով։ Ես շատ կուզենայի, որ այս գիտակցումը լիներ մեր ժողովրդի մեջ։ Իհարկե, այստեղ կրկին կասեմ, բայց Չինաստան օրինակ։ Գիտեք, Չինաստանը նախ ասենք, որ շատ մեծ բացառություն է։ Բացառությունների վրա չի կարելի բան անել, հա, օրինակ վերցնում բացառություն, որը հաստատում է հակառակ օրինաչափություն։ Բայց եթե նայում ես գրքին նույն Չինաստանի պատմությունը, նա հսկայական տրանսֆորմացիա է ապրել։ Դեն Սյաոպանի
ներխներողություն նախագահ Դեն Սիոպինի ժամանակաշրջանից 50 տարի է անցել։ Նա հսկայական ճանապարհ է անցել, ընդ որում այդ ճանապարհը կրկին տանում է դեպի աստիճանաբար, դեպի աստիճանական ժողովրդավարություն։ Ավելի ուրեմն համակարգը ավելի բաց է դառնում, ավելի մրցակցային է դառնում եւ շատ ուրեմն ազատական համակարգի ազատական սկզբունքներ են կիրառվել Չինաստանի տնտեսության մեջ, որպեսզի նա զարգանա։ Եվ մի բան էլ էստեղ ավելացնեմ։ Ուրեմն կարելի է բնականաբար կարելի է շատ այլ կերպ զարգանալ։ Ասենք նավթ ունեցար, լավ զարգանում ես եւ այլն եւ այլն։ Եվ կարելի է բռնապետության պայմաններում էլ մի քիչ զարգանալ։ Բայց կա մի բան կա, շեմ կա։ Այդ շեմից հետո պատմությունը ցույց է տալիս, տնտեսագիտական միտքը ցույց է տալիս, որ առաջ հնարավոր չի լինում գնալ։ Ապակի առաստաղ։ Այո, դրանից հետո արդեն լուրջ ժողովրդավարություն է պետք լինում։ Եվ նույն Կորեայի պահպանն է, փորձն է դրա մասին ապացուցում, Ճապոնիայի փորձն է ապացուցում, մի օր հրավիրեք դրա մասին կարող եմ խոսել ավելի մանրամասներով։ Հիմա Ադրբեջանը, որը որ ժողովրդավար չի, շատ վատ իր համար։ Շատ վատ իր համար, նա, այսինքն մի կողմից, ես այսպես եմ տեսնում, մի կողմից հալավ մեզ համար ինչ, նա ժողովրդավար է, թե ժողովրդավար չի, բայց մյուս կողմից գիտեք ինչ եմ տեսնում, ոչ ժողովրդավար, այսինքն ավտոկրատ լինելը իր մեջ սպառնալիք է ներկայացնում, արունակում։ Եթե դու ավտոկրատ ես, նշանակում է դու լեգիտիմության շատ աղբյուրներ չունես, դու գիտեք քո բաներ արտաքին քաղաքական դրսևորումները բավականին ագրեսիվ են լինում եւ այլն եւ այլն։ Ձգտում ես փակ լինելու, ձգտում ես թշնամի ունենալու։ Հիմա այո, թշնամի շատ անգամ լինում է արդարացում է լինում, որը որ ստեբան է ստեղծում։ Բռնապետության համար ուրեմն արդարացում է լինում։ Գիտես, հեսա նայեք, ես բան եմ, ապահովում եմ ձեր ուրեմն անվտանգությունը թշնամուց, սա լեգիտիմություն բաներ է, երաշխիքներ է տալիս բռնապետին։ Հիմա բայց մեկ չպետք է ուշադրություն դարձնեք, բնավ ինչ ասես կարող է ասի Ադրբեջանը իհարկե։ Կարող է բողոքել Եվրոպական միության հետ ուրեմն մեր պայմանագրի կապակցությամբ, բայց հիշեք նայեք, կարծեմ 2024-ին, 2023-ին Եվրոպական միության խորհրդարանը շատ հետաքրքիր բաներ ընդունեց, բանաձևեր ընդունեց, որտեղ պաշտպանում էր եւ հայկական կողմին եւ քննադատում էր Ադրբեջանին եւ պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը եւ այլն։ Մինչեւ հիմա էլ հա։ Բնականաբար հիմա այս տեքստերում չէր կարող չլինել այդ բաները, այդ բառակապակցությունները, այդ ֆրազները չէին կարող չլինել եւ Ադրբեջանն էլ պետք է տեսնել եւ ուրեմն նեղվել, սրտնեղել, ասել բողոքել, ասել բայց ինչ եք գրել մեջը։ Հետո ինչ։ Մենք պետք է գիտակցենք, որ այս խաղաղության պայմանը ճանապարհը խաղաղության հաստատման ճանապարհ, այսպես հարթ ճանապարհ չի, եւ մենք էլ գործ չունենք, գիտեք, այսպես եվրոպական քաղաքակրթության այսպես վառ ներկայացուցիչի հետ։ Ոչ, սա դասական, ասիական բռնապետությունն է, ավտորիտարիզմ է գոնե կարելի ասել, որին պետք է հաշվի առնենք, որ ուրեմն միշտ էլ այդ ձեղումները լինելու են, միշտ էլ այդ բաները լինելու են, իրենց կողմից այդ դժգոհությունները եւ այլն եւ այլն։ Եվ միշտ էլ իրենք փորձելու են, հավանաբար փորձելու են եւ ուրեմն ճշմարտ միջոցներ գտնել մեր վրա եւ ուրեմն բաներ գործադրել քայլեր, որոնք որ ըստ իրենց պետք է ուրեմն հնարավորություն չտան Հայաստանին ստեղծել այն ինչ որ ես ասում եմ զարգացման համար նախադրյալներ։ Պարոն Թարշյան, այս եվրոպական այցերը եւ այդ փաստաթղթերի ստորագրումները թե Բրյուսելում, թե Բերլինում ուղեկցվեցին բնականաբար նաև շատ կարևոր հայտարարություններով։ Ուզում եմ մի քանիսը նշել։ Մեկը դա այն է, որ ասենք Գերմանիայի կանցլերը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության հետ մերձեցման հետ կապված, հա, մինչդեռ սա միայն բարիք է բերում, ու այդ վախերը նաև սպառնալի են, հա, դա մեկ, եւ երկրորդը դա Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ եւ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասի հայտարարությունն էր, որ նաև ընտրություններով այդ թվում նաև պայմանավորված Ռուսաստանն եւ ռուսական պրոքսիները ուժեղացրել Հայաստանի ապագա գալիք ընտրություններին ընդառաջ ուժեղացրել են հարձակումները Հայաստանի վրա եւ իշարս այլ հարցերով համագործակցության շուրջ պայմանավորվածությունների կա պայմանավորվածություն, որ Եվրամիությունն ու Հայաստանը կաշխատեն նաև
Հայաստանի կարողությունների բարձրացման վրա այդ հիբրիդային վտանգներին դիմագրավելու։ Մենք խոսեցինք Ադրբեջանի ավտորիտարիզմի մասին, բայց մենք տեսնում ենք ադրբեջանական ավտորիտարիզմը տասնամյակներով առնվազն բարոյապես եւ գաղափարապես սնուցվել է ռուսական ավտորիտարիզմի կողմից եւ այդ իմաստով Ռուսաստանի վարկն է նաեւ չափազանց ուշագրավ արդեն այդ ագրեսիվ դրսևորումների մենք շատ ուղիղ այսպես օրինակներ ունենք, հա, եւ շաբաթը մեկ էլ Հայաստանի նկատմամբ են հաթաթաներ տալիս, հոխորտում, չգիտեմ, դժգոհում, մատթափ տալիս, վարչապետն է գնում Մոսկվա մի տնտեսական հարցերով ելույթ ունենալու, մի երկրում, որտեղ մի այսպես թղթի կտորով կանգնած մի խեղճ ու կրակի բռնում տանում են 300 հոգյանոց ցույցա լինում Հայաստանի դեսպանության մոտ, վանկարկումներով, բանով, էսկոմենքով ու շատ նորմալ է։ Հիմա սրա հետ ինչ ենք անում։ Աշխատում ենք։ Նայեք, այստեղ իհարկե ես զուգահեռ չեմ հասկացնի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև նմանությունները ճիշտ ասած ինձ համար շատ չեն, բայց նայեք ինչն է։ Մենք պետք է միշտ հաշվի առնենք, ինչպես հաշվի ենք առնում այն հարթության վրա, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթության վրա ինչպես հաշվի ենք առնում Ադրբեջանի բնույթը, Ադրբեջանի էությունը, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա պետք է հաշվի առնենք Ռուսաստանի շահերը եւ Ռուսաստանի տրադիցիոն ավանդական շահերը, նրա տեսակետները եւ ինստիտուցիոնալ հիշողությունը։ Մինչև այդ պետությունը, գիտեք, ուրեմն 300 տարվա կայսրություն է, հա, առնվազն, եւ ուրեմն 200 տարի է գտնվում է Հարավային Կովկասում եւ Հարավային Կովկասում եղել է ըստ էության հեգեմոնը, միանձնյա տերն է եղել, առաջատարն է եղել, հեգեմոնն չէ։ Հա, այսպես ուրեմն սա, գիտեք, երևույթները, որոնք որ պետք է մեր կողմից հաշվի առնվեն, անհնար է առանց սրա հաշվի առնելով գնալ առաջ եւ ես բնականաբար չեմ կարող չասել այն հանգամանքը, որ իհարկե պետք է ուրեմն Եվրոպա եւ պետք է, նայեք, շատ զգուշ պետք է, շատ բան է, զգուշ պետք է քայլել։ Զգուշ ասելով ոչ թե վախենալ, խուսափել ամեն մի քայլից, այլ ամեն մի քայլը հաշվի առնելով, գիտեք, այսպես շրջահայաց լինել, հաշվի նկատ լինել, ամեն մի քայլը, ամեն մի քայլը կատարելուց հաշվի առնել բոլոր ուրեմն պրո եւ կոնտրա, այսինքն կողմ եւ դեմ պրոցեսները, երևույթները, սպառնալիքները եւ այլն, սա ուրեմն բնական բան է, որը պետք է Հայաստանը հաշվի առնել։ Եվ վերջո գիտեք, ինչ մի հատ էլ էսպեսի բան։ Հիմա անկախ ամեն ինչից Ռուսաստանի Դաշնությունը մեզ աշխարհագրականորեն գտնվող ամենամոտ գտնվող մեծ տերությունն է։ 150 միլիոն բնակչություն ունեցող, չեմ ասում բնակչությունը մի կողմ, տնտեսապես նա բավականին ուրեմն զարգացած պետություն է եւ այլն, եւ այս ամենը, նայեք, ուզում ասեմ, նախ պետք է հաշվի առնել նրա շահերը, նրա վարկագիծը, այսպես ասած, այո, եւ երկրորդը պետք է հաշվի առնել, որ մենք վերջոչը շահեր ունենք այդ պետության հետ։ Մենք ոչ միայն տնտեսական շահեր ունենք, ես խորապես համոզված եմ, որ նաեւ մենք ռազմավարական շահեր ունենք։ Մենք կարող ենք շատ լավ համագործակցենք Ռուսաստանի հետ։ Բայց հիմա նայեք ինչն է փոխվել, այստեղ կրկին փորձեմ հայեցակարգային պատասխան տալ, հա։ Մենք միշտ Ռուսաստանին նայել ենք որպես այսպես մի պարադիգմ է գործել, որ Ռուսաստանը միակն է եւ որևէ մրցակից չունի տարածաշրջանում եւ նա այն մի հատ բարգա է բաների համար, տուրիստական ուղեգրերի համար all inclusive, բոլոր հարցերի պատասխանը տալիս է մեր։ Հիմա նայեք, ժամանակը փոխվել է, ժամանակները փոխվում են, հա, փոփոխություններ է տեղի ունենում։ Այս մոտեցումը նախ ժամանակը ցույց տվեց, որ սխալ մոտեցում էր։ Չէր կարելի բոլոր անգլերեն մի արտահայտություն կա, չի կարելի բոլոր հավգիտները նույն զամբյուղի մեջ դնել։
Նախ դա ապացուցեց ժամանակ։ Եվ երկրորդն ցույց է տալիս պետք է տեսնել, որ շատ ներողությունից Ռուսաստանը կարող է մեր բոլոր հոգսերը բան անել, դարման գտնել մեր բոլոր խնդիրների համար։ Իհարկե ոչ։ Եվ այստեղ գալիս է մի նոր պարադիգմ, որը որ պետք է մենք կարողանանք, շատ դժվար է սա իհարկե կյանքի կոչել, բայց պետք է փորձենք կյանքի կոչել, սա ես կանվանեմ այսպես գործընկերային հարաբերությունների պարադիգմ Ռուսաստանի հետ։ Մենք ունենք շատ ընդհանուր շահեր, բայց մենք պետք է կարողանանք գործընկերային պարտնյոր հասկացությունն է այստեղ, հա, հիմքում ընկած, գործընկերային հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ։ Սա է իմ պատասխանը, եւ սա ես գտնում եմ, որ այսպես հայեցակարգային ընդհանուր բնույթի պատասխան էր։ Այսինքն այդ all inclusive ռեժիմով դաշնակից ընդհանրապես գոյություն չունի։ Հա, իհարկե։ Բնության մեջ։ Հա, չկա, իհարկե։ Եվ հետևաբար Հայաստանը պետք է ոնց որ սեփական կարողությունները զարգացնի, հետո ոնց որ ժողովուրդը ասում է ուրիշին է վատամարտ չսարքի։ Հա, կարող տենց։ Հայ շատ միշտ մտածել եմ այդ թեմայի մասին, այդ հարցի մասին, որ մենք իսկ ինչու ենք մենք այդպեսի մենք մտայնություն ունենք։ Իսկ չենք տեսնում, ասենք 2010 թվականին Ռուսաստանը, ասենք, բանը զենք է վաճառում, բանը սպառազինություն է վաճառում Ադրբեջանը։ Իսկ ինչ չենք մենք այդ միշտ այդ անվերապահ այդ բանը, որ սենց տրված ենք եւ մտածում ենք, որ չէ, ուրեմն միշտ բան է անում։ Հա, չգիտեմ, դա սխալ ուրեմն սխալ ընկալում է եղել, որը որ շատերը հիմա ուզում են շարունակվին։ Ես ասում եմ, եկեք հրաժարվենք այս պարադիգմից եւ եկեք խոսենք փոխշահավետ գործընկերային հարաբերությունների մասին, որը որ անհնար է այսօր, որ Հայաստանը չունենա Ռուսաստանի Դաշնության նման պետության հետ։ Պարոն Թարշյան, դուք որպես նաև միջազգային հարաբերությունների փորձագետ լինելով այս անվտանգային հայեցակարգերը, հա, Միացյալ Նահանգների, որոնք ասենք ամեն նախագահի օրոք լինում են, նաև այդ ամենը պատմական շլեյֆել ունի։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները իր իսկ ինքնահաստատման ժամանակաշրջանից սկսած ոնց որ երկու այսպես փիլիսոփայություն բախվող, հա, մշտապես sense նախագահից նախագահ այսպես գնում է, հա, այն իզոլացիոնիզմ, թե շահեր օվկիանոսներից այն կողմ։ Եվ տեսնում ենք, որ շատ դեպքերում, ասենք, այնպես ինչպես մարդն է քայլում, չէ, սկզբից աջ ոտքն է առաջ դնում, հետո ձախը եւ հաջորդաբար այսպես իզոլացիոնիզմի ժամանակաշրջանները կամ հարաբերական իզոլացիոնիզմի գալիս են փոխարինելու գլոբալ շահերի ժամանակաշրջանի եւ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այսպես են ծովի այն մակընթացություն տեղատվության նման է, հա, ինչ որտեղ գալիս։ Ես մի քիչ այլ տեսակետ ունեմ, բայց ինչև է հարցը ձեր ավարտեք։ Տպավորություն որպես իհարկե ես շատ կուզենայի ձեր գտեցումը տեսնել եւ ներկայիս այս դոկտրինը, հա, որ լույս է տեսել, այսպես ասենք, հրապարակվել է, ինչ է դա, խնդրեմ։ Ինչ է դա, վերջից սկսեմ, դա վարչակազմի, իշխող վարչակազմի, արտաքին քաղաքական եւ ազգային անվտանգության ապահովման փիլիսոփայությունն է։ Սա այն սկզբունքներն են, որով որ վարչակազմը առաջնորդվում է տվյալ ոլորտներում։ Իսկ գալով այդ հարցին, նայեք ինչ է տեղի ունեցել։ Իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները կա այդպիսի հետաքրքիր բան, նարատիվ կամ խոսույթ, որ մի մեծ կղզի է օվկիանոսում գտնվող, երկու օվկիանոսներով բաժանված, այսպես եւ մի հսկայական ուժեղ պետություն է, որին որևէ մեկը չի կարող սպառնալ անգամ տեսականորեն։ Այս մեկ լավ մի կողմ թողնենք, բայց չնայած դրան, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները երկու անգամ միջամտեցին եվրոպական գործերին։ Մինչ այդ ուրեմն առաջին համաշխարհային պատերազմին եւ երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եվ կանխորոշելով դրա ելքը։ Դրանց եւ կանխորոշելով ելքը, հիմա կասեմ։ Մինչ այդ եւ շատ դժվար էր այդ բանը որոշումը տրվում, որովհետեւ կար հասարակական կարծիք, որ ինչի համար է մեզ պետք, ինչ կարող ենք որ մեր բաներին է համապատասխանում դա որ շահերին։ Բայց ինչեւ
առաջին համաշխարհային պատերազմի հետ միջամտությունը համարվում է չհաջողված։ Ազգերի լիգան ստեղծվեց, որին չմասնակցեց իդեպ, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր հերոստատիտողներին հուզող մի հարց եւս կար Հայաստանի նկատմամբ մանդատ, որը կրկին չհաստատվեց, որտեղ հաղթեցին իզոլացիոնիստները, ասացին չէ, ինչին է մեզ պետք դա, իհարկե։ Բայց երկրորդ համաշխարհային պատերազմին կրկին, եթե այս վերջերս մի հատ շատ լավ ֆիլմ կա Չերչիլի մասին նկարահանված, որտեղ ինքը հերոսը խոսում է Ռուզվելտի հետ, ասում է արագացրեք, մտեք, ասում է եղբայր չէ, ինչի համար, այդ բանն է գնում, այդ խոսակցությունն է գնում, այդ վեճն է գնում, թե երբ եք գալու օգնելու բան։ Վերջում բայց երկրորդ համաշխարհային միջամտեց Ամերիկայի նոր հասկացան, որ չէ։ Հիմա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նայեք ինչ գաղափարախոսություն է, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի փորձառության հիման վրա նայեք ինչ գաղափարախոսություն է ձևավորվում արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Ասում են նայեք, մենք, քանի որ նայեք, այդ դրությամբ 45 թվականի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հասնում էր համաշխարհային տնտեսության 50%-ը։ Այո։ Այսինքն սա մի գեր հզոր պետություն է, հա, հեգեմոն։ Եվ հիմա ասում են նայեք, մենք մեր անվտանգության, մեր իսկ անվտանգության համար մենք պետք է իրականացնենք համաշխարհային հեգեմոնի գործառույթներ։ Այսինքն մի բան էլ պարոն Թաշչյան 45 թվականին երբ Գերմանիան կապիտուլյացիայի ակտը ստորագրեց, այդ ժամանակ Միացյալ Նահանգների բանակը 12 միլիոն էր։ Հա, երևի, հա։ Գուցե, հա։ Հիմա ասում են նայեք, հա, ուզում եք ասեք հզորությունն եք ուզում ցույց տալ։ Իհարկե, հա։ Այդպես բանակ աշխարհում հիմա նայեք այս փիլիսոփայությունը գերիշխ, այս գաղափարախոսությունը գերիշխեց, ասում է, որպեսզի մենք անվտանգ լինենք եւ ընդհանրապես աշխարհի համար լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լինի վարող պետությունը, առաջնորդող պետությունը լինի։ Հիմա սկսվեց Սարոպատերազմը, աշխարհը բաժանվեց երկու մասի, Սովետական Միությունը իր մասն էր գերիշխում, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս փիլիսոփայությունը սկսեց կիրառել իր ուրեմն ճամբարում։ Ստեղծելով, նայեք, ինչն է ամենակարևորը, ստեղծելով որոշակի կանոններ, որոնք իրենք կոչում են օրենք, միջազգային հարաբերությունում օրենք չկա, բայց կանոններ են, մենք հա, ավելի շատ կոչում ենք դրանք կանոններ։ Վերջը, ստեղծելով կանոններ եւ հետևելով, որպեսզի այդ կանոններն որ հետևելով, որպեսզի պետությունները հետևեն այդ կանոններին, կներեք ես ձևի համար։ Երկրորդ Սառը պատերազմը ավարտվեց եւ այս հնարավորություն ստացավ այդ հեգեմոնիան տարածել ոչ աշխարհով մեկ եւ սկսեց տարածել եւ այդ նույն այդ կանոնները տարածվեցին ոչ աշխարհով մեկ որոնք են այդ կանոնները օրինակ առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները որոնք որ սկզբունքային նշանակություն ունեն այդ ամենի համար հիմա Տրամպը իր կողմնակիցները իր վարչակազմը իր սիրահարների հետ միասին ասում են եղբայր ինչի ժամանակ մենք այդ հեգեմոնիան իրականացնում նորից հին բաները գաղափարները նորից վերածնվում են ասում ինչի ժամանակ այդ բեռը վերցնել մեկ-մեկ էլ սխալներ են անում հետո մեր անուննա դուրս գալիս զուրտեղը մեզ բան են անում քննադատում են պախարակում են Իրաք ինչի համար մտանք են ինչին յարինք բան եւ այլն ասում են նորից չենք ուզում եղբայր ով ասեց որ մեր անվտանգության համար դա պետք է եւ նայեք ինչ հետաքրքիր բան է ռազմավարության մեջ նոր ընդունված հա հենց առաջի տողերում այդ պրեամբուլայում նախաբանում գրված է որ մեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերնախավը սխալ գաղափարախոսությամբ էր առաջնորդում երկիրը 30-40 կամ ավելի երկար տարիների ընթացքում այսինքն սա ինչ է նշանակում վտանգները եթե իհարկե այս սկզբունքով շարունակի Ամերիկան գործել ստացվում է որ աշխարհում չկա որևէ պետություն որը որ կարող է վերահսկել այդ նորմերի իրականացումը իսկ միջազգային հարաբերությունում կառավարություն չկա որը որ անի բոլորիս անունով այսինքն սա ոնց որ հոբսյան աշխարհ ենք հա հոբսյան աշխարհ ենք որ պատերազմ բոլորը բոլորի դեմ շատ վտանգավոր մի իրավիճակ է բայց այստեղ մի ուրիշ բան է հակասություններ կան այդ նույն հայեցակարգում այլ բաներ կա գրված որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մնան աշխարհի ամենահզոր պետությունը եւ ռազմական եւ տնտեսական բայց խնդիրները ինչ այդ նպատակը ինչ է դնում քարչը խաղաղություն ուժի միջոցով հա բայց եթե դու չես միջամտելու միևնույն ժամանակ գրում է ասում է ես իհարկե չեմ միջամտելու ամեն մի տարածաշրջանում բայց միևնույն ժամանակ ասում է թե գլոբալ առումով թե որևէ մի տարածաշրջանում ինձ չեմ թույլ տալու որ լինի մրցակից առաջանա հասկանում եք հակասական բաները համ նա է ասում համ սա է ասում այսինքն
Ես ենթադրում եմ, որ այդքան էլ միանշանակ չի լինի այդ շրջադարձը, որը որ իդեպ արդեն սկսել էր, իհարկե նայեք այս առևտրական տարիֆները եւ այլն այդ մաքսատուրքերը, որ դնում է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա այդ նորմերից բանա շրջադարձ է այդ նորմերից, ուրեմն հրաժարում է նշանակում, իհարկե արդեն այդ բանը process-ը սկսել էր, այդ այսպես ասած նոր իզոլյացիոնիզմի, որը որ իզոլյացիոնիզմ չի իհարկե, դա սխալ բառ է, ինձ բաները քննադատեն գիտնականները, դասախոսները եւ այլն այդ բառի համար, բայց պայմանականորեն ասեցինք։ Իհարկե սկսել էր եւ այս փաստաթղթով կարծես թե արձանագրեցին, բայց միևնույն ժամանակ շատ կասկածներ են առաջանում, որովհետեւ այդտեղ բաներ կան, այսպես արդեն նշեցի, հա, բաներ կան, այսպես ծակեր կան, թեր բաներ կան, բացառություններ կան, որոնք որ շատ այլ բաների մասին են մտածում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ կշարունակեն ակտիվ քաղաքականություն աշխարհում եւ չեն ուրեմն ձեռքերը լվանա բոլոր գործերից եւ բոլոր տարածաշրջաններից։ Դե շատ շնորհակալ եմ, պարոն Թաշչյան, այս ձեր շատ կարևոր այս դիտարկումների եւ գնահատականների համար եւ պարզաբանումների այս բարդ հարցերի շուրջ ստացվեց։ Ավելի քան։ Շնորհակալություն։ Հա, ինչը վստահ եմ շատ կարևոր է մեր հեռուստադիտողի համար, դե որովհետեւ մենք տեսնում ենք ինչ հարաբերփոխ է աշխարհը եւ Հայաստանի օպտիմալ դիրքավորումը պահանջում է հաշվարկներ, իսկ այդ հաշվարկներն էլ հաշվարկային բազա։ Իսկ ձեր այս դիտարկումներն էլ շատ կարևոր աղբյուր են դրա համար։ Կարևոր ժողովուրդը լսի եւ այս բաները իմանալու, սեփական եզրակացություններն անելու համար, տեսակետներ ձևավորելու համար։ Դե ինչս խոսակցությունը վերջ չունի, բայց մենք էլի կհանդիպենք, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Հրաչյա Տաշչյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի նոր գործընկերությունների հետ, մասնավորապես Եվրամիության, Գերմանիայի, նաև սպասվելիք այլ եվրոպական երկրների։ Այս հարաբերփոխ աշխարհում, որն էլ նաև պայմանավորված է Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխությամբ, որն ամրագրված է այդ նոր ազգային անվտանգության դոկտրինում, որը վերջերս էր հրապարակված։ Այս ամենը շատ կարևոր է Հայաստանի համար։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակենք օրվա թեման, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այս փոփոխությունները, որը մենք քննարկում ենք այս թողարկման շրջանակներում, նաև Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության չափում ունեն շատ որոշակի։ Ինչպես նշեցինք, Միացյալ Նահանգներում հրապարակվեց նոր դոկտրին ազգային անվտանգության, սա նոր, այսպես ասենք, այս վարչակազմին բնորոշ փիլիսոփայությունն է միջազգային հարաբերություններին, առանձին դեր է հատկացված Եվրամիությանը, որի հետ Հայաստանն էլ զուգահեռաբար ռազմավարական գործընկերության մակարդակի է բարձրացնում իր հարաբերությունները։ Եվ այս ամենն ունի նաև տարածաշրջանային պրոյեկցիա։ Մենք տեսնում ենք, եթե մենք Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, Եվրամիության առանձին մայրաքաղաքների հետ մենք ձևավորում ենք ռազմական գործընկերության մակարդակի հարաբերություններ, բնականաբար այս ամենը Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի համար հաստատապես լավ նորություն չէ։ Այդպիսին է ավտորիտար ռեժիմի ռեֆլեքսները։ Փորձենք հասկանալ, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով Միացյալ Նահանգներից, Տեխասից, մեր հյուրն է Ջորջ Բուշի կառավարման եւ հանրային ծառայության դպրոցի հետազոտող Դավիթ Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, ես եմ շնորհակալ։ Պարոն Պետրոսյան, դուք տեսնում եք այս դեպքերի ընթացքը, հետևում եք, վստահ եմ, ուշի ուշով
Հայաստանի այս նոր գործընկերությունները Միացյալ Նահանգների կողմից այս միջազգային առաջնահերթությունները մեզ հետաքրքիր ամենայն դեպս Ուկրաինայի հետ կապված եւ տեսնում ենք այս ամենն ուղեկցվում է նաեւ Միացյալ Նահանգներում շատ որոշակի ներքին տեղաշարժերով, մասնավորապես Միացյալ Նահանգների կոնգրեսն է շրջանակ սահմանում Թրամփի համար, որով նա պետք է առաջնորդվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ իր հարաբերություններում եւ մենք տեսնում ենք, որ կոնգրեսը շատ ավելի, այսպես ասենք, ինստիտուցիոնալ լուծումների կողմնակից է, քան այն ոչ ստանդարտ լուծումներն են, որոնք առաջարկում է ինքը Թրամփը եւ իր հատուկ ներկայացուցիչները Ուկրաինայի եւ Եվրոպայի հետ իր հարաբերություններում։ Ձեր դիտարկումները համեցեք։ Շնորհակալ եմ ես մեկ անգամ ամերիկյան ներքաղաքական դիսկուրսի եւ քաղաքական ուժերի խոսակցության համատեքստում իրականում մենք նկատում ենք հակասություններ իհարկե հանրապետականների ժողովրդների միջև, բայց վերջին զարգացումի հաշվի առնելով մի բան իմ կարծիքով ուրվագծվում է ու դա սկզբից էլ իրական նախագահ Թրամփին հաջողվել է, դա նպաստել է, որ Եվրոպան ավելի շատ գումարներ ներդնի իր անվտանգություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած ԱՄՆ-ն հանդես է եկել որպես Եվրամիության անվտանգության երաշխավոր, որի դիմաց իհարկե նաև ստացել տնտեսական մեծ առավելություններ ու ինքը հենց ԱՄՆ-ն հաճախ խոչընդոտել է, որպեսզի Եմեն ավելի շատ ներդրում պաշտպանունակ լինի, այսինքն սեփական ուժով կարողանա իրեն պաշտպանել ու երկրորդ համաշխարհային համատեքստում դա Ամերիկայի առաջնահերթությունից է, բայց այժմ քանի որ համաշխարհային ուժային բալանսում փոփոխություններ կան ու Ամերիկայի հիմնական հակակոթը ոչ թե ԽՍՀՄ-ն է կամ նա դեպքում Ռուսաստանը, Չինաստանն է, Ամերիկան կարիք ունի, որպեսզի այդ բերի մի մասը Եվրոպան վերցնի վրա, բայց Եվրոպան էլ սկզբից ունակ մենք հիշում ենք Շարլ դե Գոլը կամ Անգլիան շատ այսպես ասած ոչ ցանկությամբ ուրախությամբ էին ընդունում, որ Եվրոպան այլևս քաղաքական մեծ գործոն չի լինելու, տնտեսական է լինելու, նույնիսկ Ֆրանսիան մեկ անգամ ՆԱՏՕ-ից դուրս եկավ, այժմ բայց քանի որ նրանց մոտ սոցիալական ծրագրերն էին շատ շատացել, հիմա իրենց մոտ խնդիր կա այդ հնան բարձրացնելու, բայց մենք տեսանք, որ վերջին հանդիպումից հետո Վիտկոֆի ռուսական կողմի հետ դաշինքությունը հայտարարությունից, որ մենք Եվրոպայի չենք ուզում պատերազմ, բայց եթե իրանք ուզում են, մենք պատրաստ ենք։ Ու դրանից հետո էլի Եվրոպայում տեսանք այդ զինակոչի ժամկետային ծառայության բանակի ռեֆորմի հետ կապված փոխանցում։ Իմ կարծիքով այստեղ Ամերիկայի խնդիրներից մեկը նախ Եվրոպայի հետ այս բերի կիսումն է ու դա իրական թե ժողովրդավարականները, թե հանրապետական դրանք կողմեն, ուղղակի Թրամփը մի քիչ ավելի այսպես ասած ոչ սպասվող մոտեցումներ է կիրառում։ Կարծիքով առաջի ավելի կոշտ, մի քիչ ոչ շատ գործընկերային, ընկերական ռուսական սպառնալիքներ, այսպես ասած օգտագործում է այդ նպատակին հասնելու, բայց մենք տեսնում ենք, որ իրական փոփոխություն կա, եվրոպացիները այդ փոփոխություններին գնում են, այդ բերը ցանկանում են կիսել, նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այսինքն Ամերիկան Ուկրաինայի ագրեսիայից Ռուսաստանի փորձեց ստանալ ոչ միայն ավելի թույլ Ռուսաստան, ավելի հեշտ համագործակցող Ռուսաստան, այլ նաև Եվրոպայի հատվածում է փորձում առավելություն ստանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների աճով ու եղածների իրենց հնան շատացնելով։ Իսկ Ուկրաինայի մասով իմ կարծիքով ամերիկյան եւ ուկրաինական կողմի միջև խոսակցությունները խորքային ավելի շատ են, քան թե դա երևում է։ Այո։ Ու ես չեմ զարմանա, որ շատ հակասություններ, որ ուկրաինական ու ամերիկյան կողմի միջև կան, դրանք ոչ այսպես ասած ցուցադրական են, նաև ավելի շատ օգտագործվում նաև Ռուսաստանի մոտեցումները ստուգելու համար։ Ես կարծում եմ, որ այդ պլանը, որ Ամերիկան առաջարկել էր Ռուսաստանին, ռուսական կողմն նախնական համաձայնվել էր, ես չեմ կարծում, որ դա ուկրաինական կողմի հետ չէր խոսվել։ Ուղղակի ուկրաինական կողմը նաև հասկանում է, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է Ռուսաստան ինչ-որ մի կետի վրա համաձայնության այսպես բռնացնելը, որտեղ դա բարդ է։
ու սա առաջին դեպքերից մեկն էր, որ ռուսական կողմը հայտարարեց, որ իրանք ինչ-որ մի կետի հետ համաձայն, ուստեղ Ուկրաինան ուղղակի չէր կարող ասել, չէ, մենք համաձայն չենք։ Այո։ Ուստեղ արդեն իրանք փորձում են ուղղակի այսպես պատասխանատվությունը դնել ամերիկյան կողմից, նշելով այո, մենք այս կետել ենք համաձայն, այս կետել ենք համաձայն, այս կետել ենք համաձայն, տեսնենք Ռուսաստանը որտեղ կհամաձայնվի, որտեղ պատերազմը թանկ է Ուկրաինայի համար, ու եթե նույնիսկ նախ ծմերն է բարդ լինելու, հետո գնալով ավելի է բարդան, որտեղ զինակոչի հետ կապված խնդիրներ կան, բնակության հետ կապված խնդիրներ կան, բայց նաև ինչն է կարևոր, քանի որ ռուսական կողմը ցույց տվեց ցանկություն, սա նշանակում է, որ ռուսական կողմն էլ պատերազմը շարունակելը իր համար այդքան էլ հեշտ չի։ Ոստեղ ինչ-որ հատված կա, կետ կա, որի վրա կարող են, եթե ամերիկացիները շարունակեն ճնշումը գործադրել, ինչ-որ մի համաձայնության հասնել։ Պարոն Պետրոսյան, մենք խոսում ենք Ուկրաինայից եւ դա ասենք զուտ ակադեմիական հետաքրքրություն չի պարունակում, այլ շատ գործնական, ընդ որում մեր շահերի հետ ուղղակիորեն առնչվող, որովհետև դա, այսպես ասենք, ցուցիչն է ռուսական գործոնի ներուժի եւ կարողությունների, հա, որը կարող է մեր տարածաշրջանում դրսևորվել կամ ոչ։ Միևնույն ժամանակ շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի պատկերացմամբ մեր տարածաշրջանն ուղղակի դիտարկվում է որպես ժամանակավորապես կորցրած տարածք, այն էլ թյուրիմացաբար, որը ինչ-որ X պահի պետք է ուղղակի գալ եւ վերատիրանալ, հա? Եվ Ռուսաստանի վերաբերմունքն էլ ածանցվում է հենց այս պատկերացումից, այս ինստիտուցիոնալ հիշողությունից, եթե կուզեք, ձեր գնահատականը, այնուամենայնիվ ինչպիսին է, մանավանդ այն ֆոնին, երբ մենք ուղղակի խզում ենք տեսնում, հա, Կուպյանսկի գրավման մասին հանդիսավոր կերպով, որ կարող էր չարվել, զեկուցվում է Պուտինին, Պուտինը մեդալներ է բաժանում հաջող գրավման համար, ազատագրման։ Մեկ էլ հաշված ժամեր անց այնտեղ հայտնվում է Զելենսկին իր սմարթֆոնով եւ ուղղակի ողջունում եւ այլն, հա, այս ամենը ուղղակի վերածվում է մոսկովյան կրկեսի ավելի շատ, քան Կրեմլի քաղաքականության, հա, ձեր գնահատականը, դիտարկումները համեցեք։ Այդ իրավիճակը, որ տեղի ունեցավ, որ նշվում է գրավել է, հետո բազմը չգրավել, սա առաջին դեպքից մեկը չէ, այս պատերազմի ընթացքում շատ ենք տեսել, որ ռազմական ղեկավարությունը ինչ-որ բան է զեկուցում, հանդիպում են, խոսում են, իհարկե այդ ամեն ինչը պլանավորված է, միջև ինչ պետք է ասեմ, որ մասը պետք է նկարվի, որ մասը պետք է տարածվի, հետո բազմայնքն էլ այդպես չի։ Ու սա իրական ցույց է տալիս հաղորդակցության փոխանակման, այդ հաղորդակցության ճշգրտման, հստակեցման ու նաև քաղաքական ղեկավարությունը զեկուցելու քաջության, նաև հավանությունը շահելու ամբողջ մի կոմպլեքս է, որը հատուկ է ավտորիտար ռեժիմների։ Ռազմական ղեկավարությունը փորձում է հաջողանալ ղեկավարին ասել այն ինչ որ նա ցանկանում է լսել, ու սա միայն այդ դեպքը չէ, դա կարող է տեղ ունենալ ամբողջ ռազմական իրավիճակի մասով, ու հենց սա խոսում է ավտորիտար երկրների այսպես թուլության մասին, որ ռազմական ու քաղաքական ղեկավարության միջև հարաբերությունները ստանով են բանում, իսկ Ուկրաինան փորձում է շահել իր հենց այդ ճկունությունից, որը իրական իմ կարծիքով սպանածն ավելի շատ ժողովրդավարական համակարգի տեսքով։ Սա իհարկե պատերազմի ժամանակ ավտորիտարներ ունի որոշակություն, բայց կոնկրետ այս դեպքը, որ մենք քննարկում ենք, սա դրա հետ է կապված։ Ու սա նաև իրական հայտնի չէ, այն ֆյուրերի եւ Վերմախտի միջև այդ հակասությունները, որ միշտ կային, էլի։ Համեցեք։ Այո, ու Ռուսաստանի դեպքում դե մենք տեսանք ռազմական ղեկավարության փոփոխություններ, մի պա արագ փոխում էին այդ ղեկավար կազմին, հետո ինչ-որ մի կետի վրա կանգնեցին, բայց դերական այդ ու այս պատերազմը իրական ստիպել է շատ նաև Ռուսաստանի ռեֆորմներ անելու, թե պատերազմը վարելու, թե ինֆորմացիան փոխանակելու, այդ հիերարխիայի աստիճանը իրանք ստիպված այդ փոփոխությունները անում են։ Բայց այն որ սա այս պատերազմը Վլադիմիր Պուտինի պատերազմը ինքը պետք է ցույց տա, որ ինքը հաղթում է, սա հիմնական նպատակն է, դա պարզ է ու
Սա նաև իրական կյանքի շոմիձև նաև ցույց տանք, որ այս ռուս-ուկրաինական այդ բանակցությունները որ կան, եթե մենք այդ փաստաթուղթը որ կարդում ենք, տեսնում ենք, որ այդ փաստաթուղթը շատ գրված է այնպես, որ Վլադիմիր Պուտինը կարողանա ցույց տա, որ ինքը իր ասած այդ կետերին հասել է, որտեղ բոլորի համար պարզ է, թե ուկրաինական, թե ամերիկյան կողմի համար, որ ռուսական կողմի համար շատ կարևոր է, որ ցույց տան, որ իրենք այդ հաջողությունը գրանցել են։ Շատ նաև փող կապակցված այդ նրանց ցանկության հետ, բայց դե իրավիճակը Ուկրաինան իմ կարծիքով շատ լավ հասկանում է, որ իրենք պետք է ուժ գործադրեն, իրենք պատերազմի գինը պետք է շարունակեն բարձրացնել Ռուսաստանը, դա համար նշելով, որ համաձայն են շատ կետերի հետ, որոնք միգուցե պետք է որ համաձայն այսպես չլինեն, շարունակում են հանրակ հարձակվել Սև ծովում ռուսական նավթային նավերի վրա, որտեղ իրենք եւի դա ինքնորոշում գրավիտացիոն ուժը ռուսական բանակի այն հանգույցը, որը ապահովում է ռազմական մեքենայի աշխատելու, փորձում են այդ կետին խփել, մտածելով, որ դա է այն կետը, որը կթուլացնի այդ ռազմական մեքենան։ Իսկ մեզ համար իհարկե շատ մեծ նշանակություն ունի։ Իմ կարծիքով այդտեղ խոսակցություններ կա, որ չեն քննարկվում։ Մեզ մոտ ես ուրախ կլինեմ դա մենք քննարկենք, բայց մի բան փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ամբողջությամբ ազդել է այն տարածաշրջանները, որտեղ Ռուսաստանը ունենում է ազդեցություն։ Դա կենտրոնական Ասիան է, հարավային Կովկասը։ Մենք տեսնում ենք, որ բոլոր երկրները փորձում են օգտվել այս հնարավորության պատուհանից, կենտրոնական Ասիայում էլ ենք տեսնում այդ փոփոխությունները, Ղազախստանում հատկապես փորձում են մաքսիմալը քաղել Ռուսաստանի ներգրավվածությունից ռուս-ուկրաինական պատերազմում, թե տնտեսական, թե ռազմական, թե քաղաքական առումով։ Ու որքան կկարողանան քաղել Այստեղ ինչն է հատկապես մեր դեպքում կարևոր, որ մենք տեսանք, որ մեր ռազմաքաղաքական իրավիճակը շատ պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով, քանի որ մեր համատական ուժը թույլ է, մենք այդ փոփոխությունների հանդեպ շատ խոցելի ենք։ Օրինակ, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլիներ, մենք միգուցե շատ լրիվ այլ զարգացումներ տեսնենք Լեռնային Ղարաբաղում, միգուցե էթնիկ զտումը մենք չունենայինք։ Կամ օրինակ, եթե Ռուսաստանը Սիրիայում չներգրավել 14 թվականին, միգուցե 14-ի հուլիսի դեպքերը տեղի չունենային Ղարաբաղում։ Այսինքն, այս փոփոխությունները, որ տեղի ունեն, մեր վրա ուղիղ ազդեցություն ունեն, ու մենք պետք է փորձենք հաշվարկել, օրինակ, պատերազմը եթե շարունակվում է, մենք ինչպես կարող ենք այսպես ասած բարձրացնել մեր ինքնիշխանության հնարավորությունները, գործոնները, ու եթե հանգամանք պատերազմը ավարտվում է, դա ինչ ազդեցություն մեր վրա կարող է ունենալ։ Պարոն Պետրոսյան, հիմա փորձենք պրոյեկցել մեր տարածաշրջանի վրա, ասենք մեր հայացքը սենց դարձնելով Երևանյան, հա։ Մենք տեսնում ենք շատ հստակ հակասությունները կամ իրար հետ այդ չհասկացված լինելը կամ հասկացնելու անկարողությունը, հա, փոխադարձ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև եւ ինչ ունենք մենք։ Մենք ունենք հենց այս տարվա հունվարից ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ։ Մենք ռազմավարական նոր օրակարգ ունենք Եվրամիության հետ եւ արդեն Նիդերլանդներից հետո Գերմանիայի հետ Եվրամիության թիվ 1 տնտեսության հետ նույն ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերությունների դեկլարացիա ենք ստորագրում, արչևում են նաև Ֆրանսիայի, Հունաստանի հետ, գուցե նաև այլ պետությունների հետ համանման եվրոպական նկատի ես ունեմ։ Եվ ահա այս ամենն էլ տեսնում ենք, որ Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից այսպես ինչ-որ թշվշոցներ է առաջացնում, դժգոհություն, պաշտոնական մեկնաբանություն, հա, ԱԳՆ-ի կողմից իրենց, այն որ իրենք տեսնում են, ասենք Հայաստան Եվրամիություն գործընկերության մեջ սպառնալիք խաղաղությանը, նաև հիմքեր կասկածելու Հայաստանի այսպես լրջությանը այս Վաշինգտոնյան համաձայնությունների հետ կապված եւ հաշված օրեր անց երբ Գերմանիայում է այդ ամենը կրկնվում ըստ էության
Ադրբեջանի դեսպանը ոչ թե դեմարշ է անում, հա, ինչը տրամաբանական կլիներ, հա, այդ մեկնաբանությունից հետո, այլ ինքն է գալիս Փաշինյանի եւ գերմանացի փորձագետների այդ հրապարակային հանդիպմանը եւ հայերեն բարի գալուստ ասում Փաշինյանին։ Հիմա ոնց որ ժողովուրդն է ասում, հիմա ես ուզում եմ հասկանալ ձեր մտքին ինչ է, էլի, հա։ Դուք գոհ եք, դժգոհ եք, թե գոհեիք, դժգոհեիք, մեկ էլ հիմա սկսեցիք գոհ լինել։ Ինչ եղավ։ Համեցեք։ Իմ կարծիքով մեզ համար հստակ է, որ Ադրբեջանին պետք է հնարավորինս թույլ կամ ոչ ուժեղացող Հայաստան, ում հետ ավելի հեշտ է պայմանավորվել, ում ավելի հեշտ է պարտադրել ինչ-որ քայլեր, ու ակնկալել կանխատեսվող վարքագիծ։ Սա կարող է տեղի ունենալ այնքան ժամանակ, մինչև Հայաստանը խոցելի կարող է լինել ադրբեջանական հնարավոր ագրեսիաների համար, դա կլինի մոտ ապագայում կամ ավելի ուշ։ Քանի որ այս բան Հայաստան դեռևս այսպես մեծ տնտեսական ինչ-որ կախվածություն Ադրբեջանի չունի, հիմնական մտավախությունները անվտանգության մասով են։ Ու զուգահեռ այդ խաղաղության process-ին, որ ընթանում է, ուստեղ իրականում իշխանությունների կազմով պետք է զգուշ լինեն, չընկնեն իրենց կողմից ստեղծված այսպես թակարդի մեջ, քանի որ երբ որ դու շատ հայտնում ես, որ խաղաղություն արդեն կա, այլ ոչ թե մենք խաղաղության ճանապարհին ենք, քո ժողովուրդը ավելի զգայուն է դառնում ադրբեջանական այնպիսի հռետորաբանությունների հանդեպ, որոնք հակասում են այդ խաղաղությանը։ Մենք իրականում այդ նման մի բանի մեջով անցել ենք 10-15 թվականին, երբ որ ստեղծվեց մի խոսույթ Հայաստանում Ղարաբաղի հետ կապված, որը հետո շատ փոքրացրեց իշխանությունների որևէ զիջման գնալու հնարավորություն։ 20-30 տարի մենք մեր քաղաքական ղեկավարությունը իրական ներքին լսարանի այսպես ցանկություններ էր ստեղծել, մեծ ակնկալիքներ ստեղծել իր իսկ հռետորաբանությամբ, հետո ընկել էր այդ նույն հռետորաբանության խնդրի մեջ, որ տեղ չուներ զիջում անելու, ու հետո արդեն դա հանգեցրեց մի իրավիճակի, երբ որ մենք չենք կարող բանակցային ընթացքում գնալ մի փոփոխության, որը կարող էր պատերազմ հտածեկել կամ նվազեցնել։ Հիմա երբ որ ասում է, որ խաղաղություն, Ալիևը օգտվում է իրականում այս առիթներից, ստեղծում է խնդիրներ ներքին հայկական լսարանի համար, որը իշխանության համար է խնդիրներ ստեղծում։ Ու սա առաջի դեպքը չի իրական, որովհետև մենք այս արտաքին ու ներքին քաղաքականությունը շատ փոխկապակցված են, ու մեր ղեկավարության, այսպես ասած, արտաքին հնարավորությունները որոշում կայացնել պայմանավորված են, թե ներսում ինքը ինչպիսի դաշտ ունի հնարավորություն, բանակցային ռեսուրսը, հայ ժողովուրդը, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները ինչի հետ կհամաձայնվեն, ինչի հետ չեն համաձայնվի։ Ու Ալիևը փորձում է ազդել դրա վրա իրական։ Ալիևը փորձում է թույլ չտալ, որ ղեկավարությունը Հայաստանի Հանրապետությունում ունենա մեծ հեղինակություն ու փորձում է իր խոսույթով պայմանավորել այն հնարավորությունը, որ ունի Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը արտաքին քաղաքական դաշտում։ Իսկ ԵՄ-ի մասով հստակ է, որ Հայաստանը փորձում է բարձրացնել իր դիմադրողականությունը, ԵՄ-ն հետաքրքրված է դրանով, Ամերիկան հետաքրքրված է դրանով հետաքրքրված են հիմնականում երկու երկիր, Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Սա շատ պարզ է, որովհետև այդ դեպքում Հայաստանը դառնում է ոչ այնպեսի հեշտ գործընկեր, ինչպես եղել է։ Ուղղակի այստեղ մենք մի կարևոր բան կա, որ իշխանությունները պետք է մի քիչ իմ կարծիքով ավելի զուսպ լինեն։ Մենք պետք է հասկանանք, որ այդ ԵՄ-ի հետ համագործակցությունը կամ ԱՄՆ-ի հետ շատ նոր է։ Այո։ Շատ նոր է, դեռ ինստիտուցիոնալ չէ, ու այդ քաղաքական բառնաբացությունները, որ բարձր մակարդակով ընդունվում են, դրանք պետք է գետնի վրա իրականացվեն։ Իսկ որպեսզի դրանք իրականացվեն, մեզ պետք է համապատասխան միջին հատվածում բյուրոկրատիա, որոշումներ կայացնելու հնարավորություն, խնդիրներ լուծելու, այսպես պանային աշխատանք, որը մենք չնայած քաղաքական ղեկավարության մակարդակով հայտարարությունները շատ բարձր են, բայց ներքևում մենք իհարկե գիտենք, որ մենք այդ կարողությունը դեռ զարգացնում ենք։ Ու նաև պիտի հասկանանք, որ ԵՄ-ի հետաքրքրվածությունը մեզնով, տարածաշրջանով նաև պայմանավորված է հատկապես նոր Վրաստանում ժողովրդավարական այսպես process-ները գահավիժում են, այսպես ասած։ Ու Ադրբեջանում դե ոչ մի լույս չկա։ Հետաբար նաև ԵՄ-ն
շահագրգռված է ցույց տալ, որ իրենք ունեն հաջողություն Հարավային Կովկասում, բայց մենք պետք է փորձենք տեսնել նաև իրական պատկերը, որտեղ մենք Վրաստանի օրինակ ունենք, որ Եմեն ներդրում է շատ փողեր, Ամերիկան ներդրում է շատ փողեր, երկիրը չունի այն խնդիրը օրինակ ինչ որ մենք ունենք, բայց այդ բոլոր բաները ներդրումները մի փոփոխությամբ, որ կարող են քննարկել, իմ կարծիքով այդ քննարկման կարիքը մենք ունենք, ուղղակի հոդս է ցնդում։ Իսկ մենք պետք է շարունակենք իմ կարծիքով այս բաները ուժեղացնել ու Ադրբեջանի այդ խոսակցությունը պետք է ընկալենք, լսենք, բայց շարունակենք այդ իմ կարծիքով այդ դատարան կան միջազգային հայցերը, որ նշված են փաստաթղթում, որ շարժանագրումներ որ կար, դրանք իմ կարծիքով շատ լավ նշանակում որ հայկական կողմը հասկանում է, որ բանակցային process-ը ու իրական process-ը անպայման չի որ նույնն է լինի։ Պարոն Պետրոսյան, մենք հիմա այնուամենայնիվ, այո, դուք շատ կարևոր բան եք ասում, որ այս ռազմավարական համաձայնությունները ԱՄՆ-ի հետ, Եվրամիության հետ, նաև պետական ապարատից մեզ պահանջում են նոր որակի բյուրոկրատիա, որը այս ամենը կյանքի կկոչի, հա? Այդ բյուրոկրատիան էլ ոնց որ ասում փողոցում թափած չի, հա, որ իշխանությունն էլ չի գնում, չի հավաքում։ Այդ պատրաստելա պետք, այդ պատրաստելը պետք է ուղեկցվի հաղորդակցությամբ համապատասխան, ճիշտ է, չէ, այդ նախ հանրության հետ է աշխատանք պետք, հանրությունից է պետք այդ ոնց որ այդ մոտիվացիան վերցնել, կադրերի պատրաստումն է, հա, շատ հստակ աշխատանքային պլան պահանջում, նաև իհարկե պահանջում է օժանդակություն դրսից։ Չէ, բյուրոկրատիան էլ եմ ասում, դա գիտելիք է, կարողություն է, փորձ է, չգիտեմ, ձեր կարծիքով որն է անելիքը այս առումով, ինչ առաջնահերթություններ եք դուք տեսնում, համեցեք։ Այո, բյուրոկրատիայի հետ կապված հիմնական երկու բաղադրիչ կարող են առանձնացնել գիտելիք ու կարողություններ։ Սրա հետ կապված դե իհարկե առաջին նախադելը կրթական համակարգն է, որ ունենք, որի մասին դե մենք նախկինում խոսեցինք, նշեցինք, որ ցավոք այնտեղ շատ մեծ տեսանելի փոփոխություններ մենք չենք տեսնում, որովհետև կրթական ծրագրերը հիմնականում նույնն են, մտածելակերպը նույնն է, կրթության մատուցման ձևերը նույնն են, աշխատելու իրականում քանակը եւ որակը նույնն է, այսինքն ոչ շատ եւ հարմար։ Իսկ ուժեղանալու համար ավելի շատ աշխատանք է պետք, ավելի ինտենսիվ, այսպես չարչարվել է պետք ու հետհմտություններ ուժեղացնելու համար։ Այս առումով ես ցավոք մեծ փոփոխություն չեմ տեսնում, մենք շատ հեշտ իրականում, եթե մի հատ հետազոտություն արվի, կտեսնենք, որ դրսում սովորած մարդիկ, ես ընդհանրապես չեմ նշում, որ դրսում սովորելը դա հակառակը, դրսում սովորելն էլ իր թերություններ ունի, որտեղ ինչքան դրսում սովորած, եթե կոնտեքստը չգիտի, տվյալ նախարարության կամ Հայաստանի, կարող է նույնիսկ դա վնաս տալ, այսինքն այնտեղ մենք համադրում ամենից պետք գիտելիքի։ Ես էլ այսպես ասենք։ Այո, ու այդ փորձը շատ կա, նույն է բոլոր երկրներում, որ կոնֆլիկտային վիճակ է եղել կամ աշխարհական ուղղությունն է փոխվել, այնտեղ որտեղ որ դրսից այսպես այս խելացի մարդկանց են բերել, դա ընդհանրապես չի նշանակել, որ հաջողության հակառակը ներքին մարդկանց կողմից մեծ հակազդեցություն ա եղել, որտեղ այնտեղ թե անձնական, թե մասնագիտական հարցերն են բախվել ու չի ստացվել, բայց գիտեք, ես այս Հայաստան, ԵՄ, այս Ադրբեջանի խոսակցություն, Ռուսաստանի ընդհանուր այս իրավիճակի մասով մեկ բան եմ ցանկանում ընդգծել, որը ես չեմ տեսնում, որ սրա մասին շատ է խոսվում։ Ռուսական ազդեցությունը Հայաստանում մենք հաճախ ներկայացվում է անվտանգային, տնտեսական, բոլոր քննարկում են, չէ՞, որ անվտանգային կախվածությունն ենք հիմա փորձում ենք նվազեցնել, տնտեսական, արտաքին առևտրի, էներգետիկա, բայց իմ կարծիքով մեկ բան շատ չի խոսվում, դա Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն է Հայաստանում։ Ու ինչ նկատի ունեմ, եթե մենք նայենք կուսակցություններին, որ մենք հիմա ունենք, թե ազգային ժողովում ներկայացված, թե ազգային ժողովից դուրս, ու նաև օրինակ թիմ ընտրությունների ինչ արդյունքներ են գրանցում, որտեղ պարլամենտական դե 5 տարի մեկ է, մենք կտեսնենք, որ
Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում է մնալ հիմնականում այսպես ասած պրոռուսական նույնիսկ չեմ ասել պրոկրեմլյան ուժերի ազդեցության մեջ ու այդ ուժերը ոչ միայն չեն այսպես ասած թուլանում, այլ շատանում են նոր ակտորներ են գալիս, նոր ֆինանսներ են գալիս, նոր մեդիաներ են բացվում, նոր խոսույթներ, իմիջային փոփոխություններում խոսույթի մեծ փոփոխություններ են լինում ու ստեղ շատ մեծ հարց առաջանում թե մենք այս հարցով ինչ ռազմավարություն ենք։ Okay, մենք օրինակ անվտանգություն անում ենք, տնտեսությունը փորձում ենք անել, կտեսնենք ինչ փոփոխություն, բայց քաղաքական առումով եթե մենք նայենք օրինակ ցայնային բաշխվածությունը, այն արտաքին կուրսը, որ Հայաստանը հիմա վերցրել է, ու ցույց է տալի, որ իրականում դա մեզ համար շատ նախընտրելի է, որտեղ 2022 թվականից հետո, երբ որ հստակ փոփոխություններ մենք տեսանք, Հայաստանից տարածք չեն գրավել դեռ, սա նկարվում է, ու մենք կարողացել ենք իրական հասնել մի հատ կետի, որ Ադրբեջանից ամենօրյա հարձակումների սպառնալիք չունենք։ Ու սա նախևաճ ԵՄ դիտորդների շնորհքն է, այդ օգոստոս 7-ի պայմանավորվածությունն ամերիկական, եվրոպական կողմերի կողմից Ադրբեջանին այսպես ասած սաստելու, զսպելու, որ Հայաստանի հետ համատեղ անում են։ Բայց քաղաքական կուսակցությունների մասով մենք այդ պրոգրեսը չենք տեսնում։ Այո։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ այդ ուժերը իրենց Ռուսաստանի հետ ասոցիացող ոչ միայն չեն թուլանում, իրանք եթե թուլանում են իրար մեջ, մեկի ձենը գնում է մյուսին, այդ ձենները չեն գնում ինչ-որ պրո Հայաստանի ինքնիշխանությամբ, այսպես ասած, մտահոգված մարդկանց կամ Հայաստան ԵՄ այն արտաքին քաղաքականություն, որ մենք բանում աջակցող ուժերի։ Ոստեղ իմ կարծիքով լուրջ խոսակցության կարիք կա, որտեղ Վրաստանը իրականում այս խնդիրը ունեցավ։ Վրաստանում արեցին ներդրումներ, ահագին բարձրացրեցին, ու եթե մենք նայենք համատել են, թե քաղաքասարակության տրված գումարները, թե կոնկրետ Ադրբեջանի հետ ուղիղ խոսացին, որ էներգետիկ կախվածության հարցը լուծեն, հիմա տեսնում եք այդ մեխանիզմը մեր դեպքում են փորձում աշխատացնել, բայց ինչ տեղի ունեցավ։ Քաղաքական ղեկավարությունը փոխելով, այսպես ասած, Ռուսաստանը ոչ միայն ստացավ իր նախկին Վրաստանը, մի քիչ ես գոնե մեղացնում, այնտեղ ուղիղ չի այդ կապը։ Վրաստանի ժողովուրդը թույլ չի տալիս, որ վրաստական իշխանությունները շատ փոխեն այդ իրենց ուղղվածությունը, բայց այն քաղաքական ղեկավարության այսպես ասած իրենց համար ոչ այդքան ոչ ցանկալի ուժեր ունենալով կարողացան հարցը լուծել։ Հիմա մեր դեպքում մենք ունենք ինչ այլընտրանքներ ունենք։ Սա իմ կարծիքով պետք է լուրջ քննարկել, որտեղ մեր խնդիրը տեղը ես վստահ եմ, որ ռուսական կողմը հենց սրա վրա հույսը դրել է ու իրանք այս ուղղությամբ շատ լավ էլ աշխատում են։ Ու մենք այդտեղ քանի որ ընդդիմության դարձի ձեռ չի տալ, իրանք դրա մասին չեն խոսալու իրականում։ Քաղաքական իշխանությանն էլ դա ձեռ չի տալ, իրանք էլ դրա մասին չեն խոսում։ Դա մի հատ խոսակցություն, որից ոչ մեկ չի խոսում, բայց ինքը կա ու լուրջ է։ Եվ կարճ ամփոփելով պարոն Պետրոսյան, տեսեք, այս ամենը ինչ մենք քննարկեցինք, հա, գոնե այսպես ասենք, օրացույցի քմա հաճույքով գալիս տեղավորվում է մեր նախընտրական համատեքստի մեջ, հա։ Եվ այս ամենն էլ նաև շատ կոնկրետ անելիքներ թելադրում, թե հասարակությանը, թե քաղաքական դասին, թե իշխանությանը։ Հաշվի առնելով հենց այս ժամանակաշրջանին բնորոշ, այս համատեքստին բնորոշ, այն սպառնալիքները եւ հնարավորությունները, որոնք եւս կան, հա, շատ կարճ ձեր դիտարկումները հենց այս տեսանկյունից, խնդրեմ։ Շնորհակալություն, նախընտրական փուլի մասով ուղիղ մեր նախընտրական իրողությունները պայմանավորված են արտաքին քաղաքական այդ գործոնների հետ ու հստակ որ իրական Հայաստանի խաղաղությունը արդեն եկել է, խոսակցությունները հենց ուղիղ նաև նախընտրական շրջանակում են, բայց իմ կարծիքով ցավալի է տեսնել, որ մենք այս 2018 թվականից արդեն անցել 7 տարի, եթե իշխանությունների խոսույթով վերցնենք այս պրո արևմտյան ուղղությունը 2022 թվականից սկսած մինչև այդ
հիմնական փորձել ենք Ռուսաստանին չհակասող որևէ բան չանել, երբ որ այլ հնարավորություն չմնաց, սկսեցինք դա անել, մենք այդ փոփոխությունները չենք տեսնում մեր ներքին քաղաքական դաշտում ցավոք։ Հակառակը մենք տեսնում ենք, որ նախկին ուժերի հետ փոխկապակցված ուժերը շարունակում են մնալ դոմինանտ քաղաքական դաշտում ու ԿՊ ու այդ նախկին ուժեր ու նրանց հետ կապված պրոքսիներ շարունակում են ձևավորել Հայաստանի քաղաքական դաշտը ու որքանով է դա արտացոլում Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքները բավարարելու մեր քաղաքական պոտենցիալ, իմ կարծիքով դե խոսակցություն լինել չի կարող։ Ու այն հայտարարությունը, որ վարչապետի կողմից արվեց, որ ժողովուրդը պետք է որոշի այս հարցով ու նախկին ուժերը պետք է խորհրդանում չլինեն, սա ուղղակի ցույց է տալիս, որ 2018 թվականի, հետո 21 թվականի խոստումներից մեկը չիրականացվեց։ Իսկ դա քաղաքական համակարգի փոփոխություններն էր, որտեղ նոր այդ նախկին ուժերը, այսպես ասած, մաքրագործված մասնակցում են ու փորձում են 7 տարվա թերությունները ներկայացնել որպես իրենց, այսպես ասած, լեգիտիմացման ճանապարհ ու որոշումով դա ստացվում է, որտեղ քաղաքական հիշողությունը մարդկանց ինչքան կարող է երկար լինել, բայց կարող է նաև կարճ լինել։ Ու մենք նախընտրական ենք գնում ԿՊ-ի ու այսպես ասած նախկին ուժերի իրենց ասած նախկին ես նկատում 18-ից առաջ Հայաստանում դոմինանտ ուժերով, որը արդյունքում մենք ունենանք իմ կարծիքով նույն ազգային ժողով, որ ունենք հիմա, որտեղ մենք չենք տեսնում ենք քննարկումներ, որոնք որ մեզ պետք է, այլ ավելի շատ իրար մեղադրանքներ, չգիտեմ, ինչու՞ չէ նաև մի օր կռիվ կարող է լինի էլի ֆիզիկական, մենք չենք ունենալու այս պարագայում այն ազգային ժողով, որտեղ կքննարկվեն այն հարցերը, որոնք իրական վերաբերում են Հայաստանում հայ քաղաքացուն։ Մենք ունենալու ենք երկու քաղաքական ճամբարների կռիվներ, որոնց մեծ մասը բովանդակությունը չի համապատասխանում նրան, որը որ մեզ պետք է։ Այս պահին ես հələ հակառակը կարող է այս ազգային ժողովից ավելի վատը լինի իրականում, բայց սա իրական պրոբլեմ է։ Ու խոսակցություններ պետք են, թե ինչ կարելի է որսափով, բայց ես չեմ տեսնում, որտեղ օրինակ այս հայ հիմա օրինակ եկեղեցու խոսակցություններն է դոմինանտ, դա ընդհանրապես չի նպաստելու նրան, որ ազգային ժողովում մենք ունենանք ավելի լավ։ Ու այս վերջին դիմադրություններն է ցույց տվեցին իրականում, որ հիմնական ուժերը շարունակում են մնալ այն ուժերը, որոնց այս ազգային ժողովից մենք այսպես գոհ չենք։ Ինչ, շատ շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ձեր կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մինչ նոր հանդիպում ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ, պարոն Միրաբյան, առայժմ Ստեսցում։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Դավիթ Պետրոսյանի հետ, ով Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում հետազոտող է Ջորջ Բուշի կառավարման եւ հանրային ծառայության կենտրոնում, լսեցինք իր դիտարկումները կապված Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ հանգամանքով պայմանավորված Եվրամիության տրանսֆորմացիաների եւ այն բանի մասին, թե ինչպես է այդ ամենը պրոյեկտվում մեր տարածաշրջանում, ինչպես նաև դրանից բխող մեր առաջիկա անելիքները։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնոյք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։